Ամեն բանից առաջ փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք մեր Աստծուց, Հիսուսից։ Աստված օրհնի երեխաներին, քույրերին, երկողներին, Աստված օրհնի։ Իրանի անմնացող տվիրենք Տիրոջը, ծառայենք անմնացող, մոտրվենք, խոնարհվենք, չէ, լցվենք Սուրբ Հոգով և մեր ողջ կյանքում փառավորենք Նրան։ Ես մի համար եմ ուզում կարդալ գրքից, որի շուրջ մի փոքր կզրուցենք, դա գրված է Զաքարիա մարգարեության 10-րդ գլխի առաջին համարում։ Վերջի անձրևների ժամանակ Տիրոջմեն անձրև խնդրեցին։ Տերը փայլակներ պիտի նե, անոնց առատ անձրև պիտի տա ու ամեն մեկուն ագարակին խոտ։ Վերջին անձրևների ժամանակ Տիրոջմեն անձրևներ խնդրեցեք։ Եթե վերջին անձրևները գալու են, այդ դեպքում անձրև խնդրելու իմաստը որն է։ Ուղղակի հարց է առաջանում։ Մենք առանց Աստծո ողորմության, ինչպես երգեցին եղբայր քույրերը, առանց անձրևների, մենք կմնանք չորացանք։ Եվ միայն Տիրոջ գետն է, միայն Տիրոջ անձրևներն է, որ մեզ կարող են կենդանացնել և բայել իր ներկայության մեջ։ Այդ դեպքում ես մի փոքր հարցը, վերջին անձրևների ժամանակ անձրև խնդրեցեք։ Ես մտածում եմ աղոթում եմ Եսողության և ինձ համար մի փոքր խոսքի հայտնություն եղավ, որ թեև անձրևներ կան, Աստծո անձրևները, բայց բոլորը չեն մտնում այդ անձրևների տակ։ Աստված իր բաժնի մեջ հավատալիմ է, Աստված ողորմած է, Աստված Քրիստոսը ողջնել է հավիտյանս հավիտենից, բայց բոլորը չեն, որ անձրև խնդրում են։ Աստված առատ ուղարկում է իր անձրևները, բայց բոլորի կյանքում չկան այդ անձրևները։ Եվ ես կուզենայի մի փոքր դրա մասին խոսել և մեր աղոթքի ժամանակ, աղոթքի մեջ խնդրել Տիրոջ անձրևները, խնդրել Տիրոջ երեսը։ Անձրևները չեն գալի դեր, որտեղ մենք կուզենք, անձրևները գալիս են Գողգոթայում, որտեղ նրանք, ովքեր չեն մոտենում Գողգոթա, չեն գնում Գողգոթա, չեն մոտենում խաչին, իրանք անձրևներից զերծ կմնան։ Անձրևները կան, բայց այդ անձրևների ժամանակ ինչ խնդրի, Տիրոջից անձրևներ խնդրի։ Ես ուզում եմ մի քանի սուրբ գրային հերոսների անուններ տալ, որոնց կյանքը շատ կտրուկ փոխվել է, երբ որ նրանք հանդիպել են Աստծուն։ Նրանց կյանքը լցվել է Տիրոջ գետերով, Տիրոջ անձրևներով, Տիրոջ աղբյուրներով, և նրանք իրենց կյանքում անկախ դժվարություններից փառավորել և մեծարել են Տիրոջը։ Մենք գիտենք Մովսեսին, որ մեծանում էր մի վայրում, որտեղ կար փառք, որտեղ կար իշխանություն, որտեղ սպասվում էր նրան կանանչ ճանապարհ, բայց գիտեք նրա կյանքը կտրուկ փոխվեց, երբ որ նա հանդիպեց Տիրոջը։ Նա չէր պատկերացնի, որ Տիրոջը հանդիպելուց հետո կզբաղվի այն գործով, որով որ նա զբաղվեց։ Նա մինչև Տիրոջ հանդիպել ուներ ուրիշ պատկերացում, ուներ ուրիշ երազանքներ։ Նա մինչև Տիրոջ հանդիպելը հնարավոր է մտածում էր կդառնա Եգիպտոսի տիրակալ կամ փարավոր, բայց նա երբեք չէր պատկերացնում, որ Աստծուն հանդիպելուց հետո կհամաձայնվի Աստծո ժողովրդի հետ չարչարվել։ Եվ նրա մոտ Տիրոջ հետ հանդիպելուց հետո եղավ կտրուկ փոփոխություն։ Նրա կյանքում եկան Տիրոջ անձրևները, և Տիրոջ անձրևները նրան տարան ճիշտ ուղղությամբ, Աստծո սրտով տարան։ Շատ եղբայրներ քույրեր կան, շատ մարդիկ կան, նրանք վկայում են, որ հանդիպել են Աստծուն, բայց նրանց կյանքը կտրուկ չի փոխվել։ Ես հիշում եմ, երբ որ ավելի երիտասարդ էինք, երբ որ լսեցինք Տիրոջ խոսքը, սրտանց սիրահարվեցինք այդ խոսքի վրա։ Եվ ոչ թե մտածեցինք թողենք աշխարհը, թողենք մեր ապագան, թողենք մեր կյանքը մաս առ մաս, այլ որոշեցինք թողել լիարժեք։ Եվ նրանք, ովքեր թողում են աշխարհը կամ իրենց կյանքը մաս առ մաս, նրանց մոտ ոչ տաք վիճակ է, ոչ սառը, ավելի շատ գարջ վիճակ է։ Բայց եթե Մովսեսը
Սրտանց չտրվեր Աստծո տեսիքին, սրտանց չհնազանդվեր Աստծո որոշմանը, նրա կյանքում այդ անձրևները չէին հորդի։ Ի վերջո Մովսեսի արժանիքներից չէր, Աստծո գետերից էր, Աստծո անձրևներից էր։ Մովսեսի իր էությունը խոստովանում է, չէ, ես ով եմ, ես չեմ կարող, ես քանդեմ ամեն ինչ, չէ։ Բայց ուրիշ է, երբ որ մարդը տեսիք ունի միջև Աստծուն հանդիպելը, եւ ուրիշ է, երբ որ նրա տեսիքը փոխվում է Աստծուն հանդիպելուց հետո։ Հիմա դու քեզ հիշի միջև Աստծուն հանդիպելը, արդյոք քո կյանքը Աստծուն հանդիպելուց հետո փոխվել է, թե դու դեռ շարունակում ես ապրել քեզ համար եւ դու այս աշխարհում դեռ ունես նպատակներ։ Այս աշխարհում կարելի է ունենալ նպատակ, ուղղակի այդ նպատակը պիտի լինի Քրիստոսը։ Մեր սերունդների համար, մեր զավակների համար մենք ցանկանում ենք կանաչ եւ բարի ապագա, բայց այդ ապագան թող լինի Քրիստոսը։ Թող Քրիստոսից բացի նրանք ապագա չունենան երկրի վրա։ Եվ բնականը Հավիտյանս հավիտենից։ Մենք գիտենք Աբրահամին մինչև Աստծուն հանդիպելը ուներ կյանք, ընտանիք, ճանապարհներ, որոշումներ, մտքեր, չգիտենք, տարբեր տեսակի, ինչպես բոլոր մարդիկ։ Բայց հետաքրքիր է, որ Աստծուն հանդիպելուց հետո նրա մոտ եղավ կտրուկ փոփոխություն։ Եվ նրա կյանքում մենք հայտնաբերում ենք, որ Աստծո ողորմությամբ կարողացավ զոհաբերել այն, ինչը որ իրեն համար իր կյանքից թանկ էր։ Մի եղբայր ասում էր, երբ որ Աբրահամը համաձայնվեց զոհաբերել Իսահակին Մորիա լեռան վրա, նա նախ իրան զոհաբերեց, հետո նոր Իսահակին, որտեղ եթե նա ինքը իրան չզոհաբերել, Իսահակին չէր կարող զոհաբերել։ Մեր կյանքում շատ բաներ կա, մենք չենք կարողանում զոհաբերել Աստծո համար։ Ինչու՞, որովհետև արդյոք, երբ որ դու հանդիպել ես Աստծուն, քո կյանքը կտրուկ փոխվել է։ Թե դեռ դու մտավախություն ունես, վախեր ունես, կասկածներ ունես եւ բաներ ունես պահած քեզ համար։ Մի անձնավորություն աշխարհիկ ասում էր, եթե մենք հրաժարվելու ենք մեր ճանապարհներից, մեր ցանկություններից, մեր ուզածից, այդ դեպքում մեր երկրավոր կյանքը անիմաստ է։ Ըստ էության, եթե դու պիտի Քրիստոսին շահես, քո երկրավոր կյանքը կծառայի Քրիստոսին։ Դու ոչ թե կկորցնես երկրավոր կյանքը, դու դա կշահես։ Քեզի 2 տաղանդ են տվել, դու 2-ն էլ կբերես։ Քեզի 5 են տվել, դու 5-ն էլ կբերես։ Բայց եթե քեզի 1 են տվել, եւ դու դա պահում ես հողի մեջ, մի եղբայր լավ էր ասում, ավելի լավ է ինքը մտնել հողի մեջ։ Եվ այդ տաղանդը աշխատացնել Տիրոջ համար։ Բայց եթե ինքը մտնել հողի մեջ, կկատարվեր Տիրոջ խոսքի մարգարեությունը։ Եթե ցորենի հատը չընկնի հողի մեջ ու չմեռնի, պտուղ չի տա։ Դու մինչև Քրիստոսին հանդիպելը ունեցել ես տեսիլ, նպատակ, խորհուրդներ ես կյանքի համար։ Արդյոք, որ Քրիստոսին հանդիպել ես, քո կյանքում ի՞նչն է փոխվել։ Մի ղեկավար ասում էր, խոստանում էր, որ եթե դուք ինձ ընտրեք, ձեր կյանքը կփոխվի 360 աստիճանով։ 360 աստիճանը գալիս է կանգնում է նույն տեղը։ Հատուկ բան չի խոստացել։ Ասա թող քո կյանքը փոխվի 180 աստիճան։ Որովհետև եթե դու չես խնդրում Տիրոջ անձրևները, եթե դու հանդիպել ես Աստծուն, բայց քո կյանքը չի փոխվում, հարցական է առաջանում, արդյոք դու հանդիպել ես Քրիստոսին։ Որտեղ Քրիստոսին հանդիպած մարդիկ, Աստծուն հանդիպած մարդիկ, արմատապես փոփոխություն են ապրում։ Եվ չգիտես խի, ուզում են իրանց կյանքից հրաժարվել, ուզում են իրանց անձ ուրանալ, ուզում են իրանց ամեն ինչը դնել Քրիստոսի ոտների մոտ։ Եվ դա նրանց գերում է Աստծո սերը, Քրիստոսի սերը։ Եթե վերցնենք Պետրոսին, մինչև Քրիստոսին հանդիպելը, Աստծուն հանդիպելը, նա մտածում էր դառնա որսորդ, ձկների որսորդ, այս կյանքի որսորդ, ունեցվածքի որսորդ, չգիտեմ ինչի որսորդ, վերջ ինչ ուղի բանքի որսար ես կյանքում։ Բայց Քրիստոսին հանդիպելուց հետո, Քրիստոսը նրա տեսիքը փոխեց, ասես դու այսօրվանից հետո կդառնաս մարդկանց որսորդ։ Եվ եթե դու մինչև այսօր ապրել ես քեզ համար, սրանից հետո դու կապրես քո փրկչի համար։ Դու հանդիպել ես Քրիստոսին, բայց արդյոք փոխվել է քո կյանքի տեսիքը։ Դու մինչև Աստծուն հանդիպելը ունեիր նպատակներ եւ մտածում էիր քո կյանքի վրայով։
բայց արդյոք Քրիստոսին հանդիպելուց հետո քո կյանքը կտրուկ փոխվել է, թե չի փոխվել։ Առաքյալների մեջ մենք ունենք անձնավորություն, որը թեև քայլել է Քրիստոսի հետ, թեև փորձել է ծառայել նրան, թեև այդ միջավայրում է եղել հոգևոր, բայց երբեք իր ներսը չի բացել Քրիստոսի համար։ Եվ նա վերջում ընտրեց կորստի ճանապարհը։ Դեռ քիչ է իմանալ, որ Աստված առատ անձրևներ է ավարտել, որ Աստված ոչինչ չի խնայել քեզ համար, որդուն է ավարտել։ Դա դեռ քիչ է։ Դու պետք է դրան արձագանքես։ Եվ վերջին անձրևների ժամանակ դու ինքդ պետք է անձրևներ խնդրես, Տիրոջից օրհնություն սպասես, Տիրոջ երեսը խնդրես, որպեսզի քո կյանքի տեսիլքը չծառայի քեզ այլևս, այլ ծառայի Աստծուն եւ նրա փառքին։ Երբ որ Պողոսը հանդիպեց Աստծուն, մենք տենում ենք նորից տեսիլքի փոփոխություն, կյանքի կտրուկ փոփոխություն։ Մինչև Աստծուն հանդիպելը, Քրիստոսին հանդիպելը, Պողոսը ուզում էր սպանել մարդկանց։ Աստծուն հանդիպելուց հետո, Քրիստոսին հանդիպելուց հետո, Պողոսը ուզում էր մեռնել։ Տեսեք, մինչև Աստծուն հանդիպելը, ինք ուզում էր սպանել։ Աստծուն հանդիպելուց հետո, ինք ուզում էր մեռնել։ Տենում եք ինչ կտրուկ փոփոխություն է։ Մինչև Աստծուն հանդիպելը, դու ունես նպատակներ, քո համար, քո ընտանիքի համար, քո զավակների համար, քո ապահով կյանքի համար, բայց արդյոք Աստծուն հանդիպելուց հետո քո կյանքը, քո տեսիլքը փոխվեց Քրիստոսի ոտերի տակ։ Եթե չի փոխվել, դու պիտի մտածես, արդյոք հանդիպել ես Քրիստոսին, արդյոք դու ուզում ես այդ կյանքը, արդյոք ուզում ես վայելես հավիտենական կյանքը, արդյոք ուզում ես մեկանաս եւ վայելես Աստծո քաղաքությունը, արդյոք ուզում ես, որ ինքը Աստված դառնա քո միակ ուրախությունը։ Ես 2001 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգներում սովորում էի եւ իմ հետ մի հատ հոգեվոր եղբայր կար Աֆրիկայից, սևամորթ էր։ Ճիշտ է, իր մոտեցումները Սուրբ Գրքին հավատքի կյանքին մի քիչ այլ էին, բայց եղբայրն էլ քույր էր։ Ի վերջո սիրում էր Տիրոջը, ուզում էր ապաշխարել, ուզում էր կյանքը դնել Քրիստոսի համար։ Եվ երբ որ ինքը չէր լսել Հայաստան երկրի համար, ասեց որտեղից ես, դու ես ասի Հայաստանից եմ, ինքը տես անգամ քարտեզով չպատկերացրեց, որ տենց երկիր գոյություն ունի։ Վերջ ես որոշ բաներ մեր երկրից ասեցի, մեր ազգային արժեքներից ասեցի, ասի որ լավ երկիր է, ես կարոտում եմ իմ երկիրը, վերջը աղոթում եմ իմ երկրի համար, ինքը ասեց, ես մտածում եմ, որ երկրագնդի վրա բոլոր երկրները սուտ են, ամենաապահով երկիրը Միացյալ Նահանգներն է։ Ես ոչինչ չկարողացա ապացուցել, ամեն դեպքում մարդ հետ հավատք ունի։ Եթե հիշում եք 2001 թվականի սեպտեմբերին հարձակում էր ավ։ Ես ապրես այդ պայն իրա հետ չէի։ Ուզում եմ ասի հետաքրքիր է, հիմա էլ ես դու կարծիքի թե ոչ։ Երկրագնդի վրա ապահով տեղ չկա, ամենաապահով տեղը դա Քրիստոսի մեջ է։ Գիտնականներից մեկն ասում էր, որ միակ վայրը, որտեղ ստրես չկա, դա Քրիստոսն է։ Մնացած տեղերում ստվեր կա։ Աստված ոչ թե քեզ համար ինչ-որ բան արել է, Աստված քեզ համար իրեն չի խնայել։ Աստված իր որդուն չի խնայել։ Եվ եթե մենք այս լույսի տակ անկեղծ խոստովանենք, մենք կարող ենք մեզ բռնել, որովհետև մեր կյանքում կան բաներ, որոնք մենք ափսոսում ենք Աստծո համար։ Մենք չենք կարող դնել, մենք չենք կարող չխնայել, մենք չենք կարող թողնել։ Եվ այդ ամեն ինչը պիտի դու անես Քրիստոսի համար, ամեն բանը զրկվեցա, աղբ եմ համարում, որում շահեմ, այլ որ Քրիստոսը շահեմ։ Եթե քո կյանքում այս հավատքը չկա, այս մոտեցումը չկա, միգուցե դու չես հանդիպել Քրիստոսին, որտեղ եթե դու հանդիպես Քրիստոսին, դու հավիտյան երջանիկ կլինես, դու կթողած քո կյանքը, դու կհոգնես քո կյանքից, եւ դու կուրախանաս եւ կզորանաս Աստծո եւ նրա կյանքով։ Մի անձնավորություն էլ կար Սուրբ Գրքում, Ղովտի կինը։ Ղովտի կինը թեև չէր հանդիպել Աստծուն, բայց ընկավ այդ օրհնության դաշտի մեջ, որովհետև երբ որ Աստված Ղովտին իր ընտանիքի հետ հանեց, ու կնոջը չասեց դու մնա վառվի։
ինքը կնոջն էլ ասեց դուրս արել, ընտանիքով դուրս արել, բայց ասեց մի խնդրանք, որ դու հետ չնայես, ես իմ բառերով եմ ասում, երբ որ ընտանիքը փախնում էր, ես չեմ ասում մանրամասները, մեծ տանոթ հատվածա, նայեք ողտի կնոջը, որովհետև ինչ արեց, հետ նայեց և դարձավ աղերացան։ Եթե քո կյանքի տեսիլքը չի փոխվել, եթե դու չես հանդիպել Քրիստոսին, դու մի օր հետ ես նայելու։ Դու չես կարող հետ չնայես։ Եթե դու քո կապերը այս աշխարհի հետ չես կտրել, Սոդոմի Գոմորի հետ չես կտրել, դու մի օր ափսոսանքով հետ ես նայելու։ Մեծահասակ քույրի կար, որ հարցրեցին, ինչ ես մտածում, որ լինի հափշտակություն, սրտանց կուզես, թե դեռ կապեր ունես այս աշխարհի վրա, ասեց սրտանց կուզեմ, ոչ մի կապ չունեմ, բայց մի հատ հարց ինձ հետաքրում է։ Եղբայրն ասեց, քեզի որ հարցն է հետաքրում, ասեց, ինձ հետաքրում է, ես որ հափշտակվեմ, իմ տունը ում է մնալու։ Դե հետաքրում է։ Բայց արդյոք արժե որ հետաքրներ, չարժե։ Հիմա կարող է ձեզ հետաքրի, ասեք, այն չենք մտածել դրա մասին։ Դրա համար, եթե դու դեռ կապեր ունես երկրի վրա, եթե դու դեռ բաներ ունես, որոնք ափսոսում ես Քրիստոսի համար, եթե դու չես կարող քո կյանքը լիարժեք նվիրես Քրիստոսին, եթե դու Քրիստոսից դուրս այս երկրի վրա ապագա ես տեսնում, միգուցե դու չես հանդիպել Աստծուն, կամ եթե դու հանդիպել ես, դու անձրևների ժամանակ անձրև չես փնտրում, դու դեռ հույս ես փայփայում, որ Քրիստոսից բացի ինչ-որ մի լավ բան կգտնես երկրի վրա, հատկապես երիտասարդները։ Միգուցե դու սպասում ես, որ քո սրտի ուզածը երկրի վրա կատարես, նոր դառնաս Աստծուն, և դա ամենավտանգավոր բանն է, որտեղ դու կարող ես ողտի կնոջ նման չդիմանաս, չկարողանաս և հետ նայես։ Իսկ եթե դու հետ նայեցիր, քեզ փրկություն չի լինի։ Քո ընտանիքը կգնա առաջ, դու կմնաս երկրի վրա։ Իսկ եթե դու մնաս երկրի վրա, դու հավիտյան կփոշմանես, Նրանք, ովքեր իրենց կյանքը դրել են Քրիստոսի համար, նրանք հավիտյան չեն փոշմանում, նրանք հավիտյան ուրախ հանձնավորություն դրել են։ Բայց ովքեր Քրիստոսի համար չեն դրել, չէ, նրանք կյանքից ոչինչ չեն հասկանում։ Ոչ Աստծուց են հասկանում, ոչ երկրից են հասկանում։ Եվ նաև մի անձնավորություն Մարիամ Մագդաղենացի միջև Քրիստոսին հանդիպելը։ Ոչ թե ինքը տեսիլք չուներ, իրան անգամ հասարակությունը մարդել չէր համարում։ Ոչ թե ինքը դասվում էր հասարակ մահկանացուների շարքի մեջ, ինքը դասվում էր ավելի ցածր, որտեղ նրան բանատեղ ոչ մեկ չէր լինում։ Իր ապրած կյանքի համար։ Եվ ինքը Մարիամ Մագդաղենացին, եթե միջև Քրիստոսին հանդիպելը նայեր նրա սիրտը, կտեսներ, որ ինքը անհույս, ստոր կյանք է ապրում ընդամենը, ուրիշ ոչինչ չի կարողանում, որտեղ ինքը ընկել է այդ փոսը, և չկա մեկը, որ իրան կարողանան դերից խմել։ Ինչ եք կարծում, երբ որ նա հանդիպեց Քրիստոսին, արդյոք փոխվեց իր կյանքը, թե չփոխվեց։ Մասամբ փոխվեց, թե կտրուկ փոխվեց։ Քիչ փոխվեց, թե ամբողջ կյանքով վազեց գերեզման։ Ինքը ոտքերով չվազեց, ինքը կյանքով վազեց։ Եվ ինքը իրան չէր պատկերացնում Քրիստոսից դուրս։ Ինքը Քրիստոսից դուրս պատկերացնում էր մենակ այդ խորը փոսը։ Ինքը Քրիստոսից դուրս մենակ պատկերացնում էր այդ անհույս իջնիկը։ Իր համար կյանքն էլ չկար, երկրավոր, որովհետև ինքը ընկել էր արդեն։ Բայց եթե նման կնոջ համար կա այդպիսի հավիտենական հույս, ոնց եք մտածում։ Կա տենց մարդ, որը հույս չունի Աստծո վրա։ Վերջ Աստված տվել է այդ հույսը, բայց մենք հրժում ենք, դառնում ենք, չէ, կամ չենք հավատում։ Եթե քո կյանքը կտրուկ չի փոխվել, և դու անմնացորդ չես նվիրվում Քրիստոսին, միգուցե դու չես հանդիպել Աստծուն, որտեղ ովքեր հանդիպում են Աստծուն, անքի բերնի վրա գետին են գնում, մեռածի պես գետին են գնում, որտեղ հանդիպում են մի էակի, որը հավիտյան փառավոր է, մեր քույրերը երգում էին Սուրբ Սուրբը,
Եթե մենք դա ուղղակի չերքենք, ուղղակի ապրենք այդ երգը, մեզ պատկերացնենք սերովբեների և քերովբեների փոխարեն Եսայի մարգարության մեջ, որոնք փոխաբերաբար երգում էին Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, քո կյանքը լիարժեք կփոխվի։ Բայց եթե դու ասում ես, ես հանդիպել եմ Քրիստոսին, և քո կյանքը չի փոխվել, քո կյանքում չի արտահայտվում հոգու պտուղները, քո կյանքում չկա տարական համբերություն և խաղաղություն, քո կյանքը չի զորանում սիրով, հարց է առաջանում, արդյոք դու հանդիպել ես Քրիստոսին։ Եթե դու հանդիպել ես Քրիստոսին, դու չես ափսոսա ոչինչ, դու կդնես նրա ոտքերի մոտ։ Եթե դու չես հանդիպել Քրիստոսին, դու չես կարող դնել։ Եվ դա հնարավոր չի։ Դրա համար ես համար եմ նորից կարդում 2 Կորինթացիների 5:15-ը, շատ կոնկրետ հատված է Սուրբ գրքից, միայն թե ուշադիր լսեք, տեսեք ինչ է գրված։ Եվ ամենուն համար մեռավ, Քրիստոսի մասին է, որպեսզի կենդանի եղողները, այսինքն մենք, դեռ կենդանի ենք, ալ իրենց անձերուն կենդանի չունա, այսինքն իրենց համար չապրեն, մենք դեռ ապրում ենք մեզ համար։ Հապա անոր, որ իրենց համար մեռավ ու հարություն արավ։ Քրիստոսը մեռավ, որ նրանք, ովքեր կենդանի են, իրենց համար չապրեն, այլ ապրեն ում համար, Քրիստոսի համար, շատ կարճ ու պարզ պատգամ է։ Այստեղ մեկնություններ պետք չեն։ Եվ դու երբ որ մտնես ներքին սենյակ, դու կարող ես քննել անձը Աստծո լույսի տակ և խոստովանել։ Դու ում համար ես ապրում։ Ամոթ չի ասել, ես իմ համար եմ ապրում, վերջը դա խոստովանություն է։ Ամոթ չի, որ մենք սխալվում ենք, դա էլ է խոստովանություն։ Մենք կարող ենք սրտանց ասել։ Եղբայրներից մեկն ասում էր, շատ կարևոր բան է խոստովանում, ասում էր, ես երբ որ նոր ապաշխարեցի, ես մտածում եմ, որ Աստված ինձ չի սիրում, որովհետև ինչ որ ուզում եմ, մտեն չի եմ, ասում անցավ տարիներ, հիմա ես մտածում եմ, որ ոչ թե Աստված ինձ չի սիրում, այլ ես չեմ սիրում, որտեղ եթե իմ սերը Աստծո վրա կատարյալ լիներ, եթե իմ սերը Աստծո վրա իրական լիներ, այն ինչ որ ես խնայում եմ Աստծո համար, ես չի խնայում։ Ես օրինակ ունեմ, ինքը իր ունեցվածքը չի խնայում, ինքը իր անձը չի խնայում։ Իսկ դու դեռ քո ինչքերը կարող ես խնայել։ Դու չես կարող քեզ քո ամեն ինչով բերել Քրիստոսի մոտ, չես կարող։ Դրա համար հավատքը նա չէ, որ մենք եկել ենք Աստծուն, որ Աստված մեր հարցերին պատասխանի։ Ինտենց երիտասարդներ կա, մեկ-մեկ որ ուզում են վիճեն, ասում են, ես լիքը հարցեր ունեմ, բարի տենա ոնց ես պատասխանել։ Ես ասում եմ, քո բոլոր հարցերին կա մի պատասխան, ասում եմ, որն է, ասում եմ, Քրիստոս, դու ուրիշ պատասխան չկա։ Դե դա պարզ է, որ ինքը իրան չի հետաքրքրում, ով է Քրիստոսը, իրան հետաքրքրում է, թե ինչ կարա անի իր համար Քրիստոսը։ Եթե դու մտածում ես, թե ինչ կարող ես փոխել Աստծուց, դու չես մոտենա Աստծուն։ Եթե դու մտածում ես եւ ուզում ես իմանալ, թե ով է Աստված, դու հավիտյան կշահես։ Եվ քեզ չի հետաքրքրի Աստծո տվածը եւ Աստծո ունեցվածքը, քեզ կհետաքրքրի Աստծո էությունը։ Եվ դու ոչ թե կուրախանաս նրա տվածով, այլ դու կկերպարանափոխվես հավատքից հավատ, սրբությունից սրբություն, փառքից փառք։ Առաջի Պետրոս 5:10 Աստված մեզ իր հավիտենական փառքին կանչեց։ Ինձ համար շատ զարմանալի համար է։ Մարդ իր փառքը վախում է կիսի։ Օրինակ, եթե ես ու Արտակ եղբայրն ենք, այցելեինք միտեղ, ու ես ինչ-որ մի լավ բան արածնեի, հետո կարող է նեղվեի, որ իմանային Արտակն է դա արել։ Ես շատ դժվար կարող եմ փառքից հրաժարվել, ինչի թող իմանա, որ ես եմ արել։ Գիտես ինչ, դու քո փառքը ոչ մեկ էլ չես կիսում, որտեղ դու քաշող անձնավորություն, Աստված տվող անձնավորություն, մարդը քաշող անձնավորություն։ Աստված իր փառքը չի խնայել քեզ համար։ Աստված քեզ չի հրավիրել
ոսկի քաղաք կամ ինչ-որ պայծառ ապագա չէ։ Աստված քեզ հրավիրել է մասնակից լինելու իր փառքին։ Աստված քեզ չի հրավիրել, որ քեզ բժշկի, վաղն էլ անի, որ դու սոված չմնաս։ Չնայած կբժշկի էլ, վաղը դու սոված չես մնա։ Աստված քեզ ավելի մեծ բան եկան չէ, ավելի փառավոր բան եկան չէ։ Մենք դա ուղղակի չենք տեսնում։ Տա Աստված, Սուրբ Հոգին մեզ հանդիմանի։ Մենք ներսով դառնանք Քրիստոսին։ Մենք ներսով փնտրենք իր փառքը։ Վերջի անձրևների ժամանակ մենք անձրև փնտրենք։ Ես չգիտեմ դու ինչ ես փնտրում, բայց Քրիստոսից բացի ոչինչ չարժե փնտրել։ Մենք ապրում ենք սովորական կյանքով, աշխատենք, սովորենք, տուն պահենք, մաքրենք, ընտանիք կազմենք, չէ։ Դրանք բոլորը միջոցներ են, դրանք նպատակներ չեն։ Նպատակը այն բոլորը, ինչ որ ես կամ ինչ որ ես ունեմ, այդ բոլորը ծառայի Քրիստոսին, այդ բոլորը հանձնվի Քրիստոսին։ Այդ ամբողջով ես մասնակից լինեմ նրա փառքին։ Իմ ներքնաշխարհը լցվի Քրիստոսի փառքով։ Եվ Քրիստոսի փառքից ցածր բան ինձ չհետաքրքրի։ Եթե ինչ-որ մեկին Քրիստոսի փառքից ավելի ցածր բան հետաքրքրում է, ինքը դժվար կհասնի Քրիստոսը։ Ինքը 40 տարի կպտտվի, ու այն էլ հարց է կհասնի Քրիստոսին, թե չէ։ Բայց վերջին անձրևները կան, եւ դու ամենայն համարձակությունը ունես Քրիստոսի արյունով մտնելու այդ սրբարանը եւ փնտրելու Տիրոջ երեսը, նրա անձրևները։ Եվ վերջին համարը, որ ուզում եմ կարդալ, թե ինչպես կարող ենք մեր անձը քննել։ Մենք Տիրոջ անձրևների մեջ ենք, թե ոչ։ Մենք ինչպես կարող ենք վերականգնել մեր հոգևոր տեսիլքը, որ Քրիստոսի ցանկով ոչի բան չփնտրենք։ Ես համար եմ կարդալու Սաղմոսներից 65 Սաղմոսի 9 համարը։ 65 Սաղմոսի 9 համարը։ Գրված է այսպես. Երկրին այցելություն կնես և զանիկա կջրես, շատ կհարստացնես զանիկա, Աստծո գետը ջրով լեցուն է, անոնց ցորեն կպատրաստես, վասնզի այսպես պատրաստեցիր զանիկա, Աստծո գետը ինչով է լեցուն, ջրով լեցուն է, իսկ քո գետը ինչով է լեցուն, Ոգսերով, Աստծո գետը ջրով լեցուն է, քո գետը ինչով է լեցուն, տրտունջով, Աստծո գետը ջրով լեցուն է, քո գետը ինչով է լեցուն, հիվանդությունով, Աստծո գետը ջրով լեցուն է, քո գետը ինչով է լեցուն, երիտասարդական ցանկություններով, Աստծո գետը ջրով լեցուն է, քո գետը ինչով է լեցուն, դատու բամբասանքով, պիտի պատասխանը սա լինի, իմ գետը լցված է Աստծո ջրով, բայց քանիսի գետն է լցված Աստծո ջրով, Աստծո գետը ջուրը լիքն է, իսկ քո գետը ինչքան է լիքը, քո գետի մեջ ինչ կա։ Ես կուզեմ մենք ես ուղղությամբ աղոթենք, Տեր, քո գետը ջրով լեցուն է, քո անձրևները այստեղ կան, բայց իմ ներսը չոր է, իմ ներսը քո ջրերով չի լեցուն, ես չգիտեմ դու ինչ կասես աղոթքիդ մեջ, քո գետը ինչով է լեցուն, ինչից որ դու կախված ես դրանով է լեցված, մարդը ապրում է հոգսերով, մարդը ապրում է հիվանդություններով, մարդը ապրում է Հիսուսի հետ, դու ում հետ ես ապրում, դու մարդկանց հետ ես ապրում, թե Քրիստոսի հետ ես ապրում, սա աղոթքի նյութ է, դու կարող պատասխանել սխալվես, ներքին սենյակում, աղոթքի ժամանակ, Աստծո գետը ջրով է լեցուն, իմ գետը ինչով է լեցուն, և եթե ես չգնամ Գողգոթա, ես այդ անձրևների մասնակից չեմ լինի,
որտեղ Աստծո անձրևները միայն մեր վրա կարող են գալ Քրիստոսը խաչում։ Երբ որ մենք հրաժարվում ենք մեր ճանապարհներից, հրաժարվում ենք մեր ապագայից եւ համարձակ դավանում ենք, դու ես իմ ապագան։ Ես քեզանից դուրս ապագա չեմ տեսնում։ Դու իմ ժամանակավոր ապագան ես, դու իմ հավիտենական ապագան ես։ Աստված քո հավիտենական հարցերը լուծել է, Աստված քո ժամանակավոր հարցերը կարող է լուծել, բայց կարևոր չի կլուծի թե չէ, որովհետև արդեն իսկ քո հավիտենական հարցերը լուծել է, եւ դու մտածելու բան չունես։ Մենք կանգնենք աղոթքի, խոստովանություն անենք աղոթքի ժամանակ եւ օգնություն խնդրենք, որ մեր կյանքի դատարկ առողները լցվեն Սուրբ Հոգու գետերով, ամեն։ Սովորմաս Աստծո։